այսինքն ինչ։ ՔՊԱ-ական Արթուր Հովհաննիսյանը հաստատում է այն տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է դեսպաններին աշխատել հայ-առաքելական եկեղեցու թեմական առաջնորդների հետ, որպեսզի նրանք ինչ-ինչ շահագրգռությունների դիմաց դրսում էլ գեներացնեն եկեղեցու դեմ Հայաստանում սկսված արշավը։ Շատ նորմալ է, որ եկեղեցու նորոգման օրակարգի շուրջ պետք է ուրեմն համախմբվեն։ Հրապարակի տեղեկությամբ ԱՄՆ արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան arczepiskopos Տերտերյանի հետ բանակցություններ է վարել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Arczepiskopos Տերտերյանին ըստ հերթի խոստացել են կաթողիկոսի պաշտոնը։ Խառնակցությունը փաստորեն դարձել է դիվանագիտական աշխատանքի մաս։ Արձանագրել է լրատվամիջոցը 10 օր առաջ arczepiskopos ընդունելություն է կազմակերպել ու ջոխ ընթրիքով պատվել դեսպանին։ Հիմա մենք տեսնում ենք, որ հասարակական ճնշումը չգեներացվեց։ Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը նկատում է, որ Փաշինյանը, տեսնելով, որ հայ ժողովուրդը մերժեց իր հակաեկեղեցական արշավը, հիմա էլ որոշել է վարչական ռեսուրսի կիրառմամբ եւ ուժով փորձել ներսից քանդել եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը 2-3 տարի առաջ ասել է ածը գնա սատանա բռնի։ Երևի դա էլի փորձում է եկեղեցու մեջից են սատանաներին գտնեն, որ վեհապարի անունը զեղչեն։ Այդ հրամանի շարունակությունն է։ ՔՊԱ-ականներն անհիմն են որակում իրավապաշտպանների քննադատությունը, թե Հայաստանի հատուկ ծառայությունները Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով են միջամտում եկեղեցական կյանքին։ Վարչապետը 3 ըստ էության խոստովանել է, որ ԱԱԾ-ն աշխատում է որոշ հոգևորականների հետ, որպեսզի պատարակների ժամանակ չհնչեցնեն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II անունը։ ԱԱԾ-ն ոչ միտեղ չի գնում, երեք ես կրկնում եմ վարչապետը մեկնաբանել այդ հարցը, նշել է, որ տարբեր մարդիկ ելնելով այդ մարդկանց կապերից, ծանոթությունից, հոգևորական դասի ներկայացուցիչների հետ, այդ թվում այդ մարդկանց շարքում կարող են լինել այո ԱԱԾ աշխատակիցներ։ Վարչապետը 3 մանրամասն դա մեկնաբանել է, դա որևէ աղերս չունի հոգևորականներին ճնշելու, դրանց խոսքը ցենզուրա ենթարկելու հետ։ Կապ ունի բացառապես նրա հետ, տվյալ հոգևորականները կիսում են արդյոք եկեղեցու նորոգման օրակարգը։ Նորաթուխ կուսակցական Բաբկեն Թունյանի խոսքով էլ իրենք նոր կաթողիկոս են ուզում, որը չի լինի այս կամ այն երկրի գործակալը։ Լրագրողի դիտարկմանը, թե նման հայտարարությունից հետո պետք է քրեական գործ հարուցվի, պարզելու, թե ով է օտարերկրագործակալ, Թունյանն արձագանքում է Փաշինյանին հղում անելով։ Պնդում եք, որ ես մեղադրում եմ որևէ մեկին, դա էլ է մեղադրանք, որովհետև ես նման պնդում չարեցի։ Ես ուղղակի մեջբերեցի վարչապետի խոսքը։ Փաշինյանը իրավապահ համակարգը դարձրել է գործիք երկրում բռնատիրական կարգեր հաստատելու համար, ասում է ընդդիմադիր падգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ասածը հիմնավորելու համար Խաչատրյանը սովետական մի անեկդոտ է հիշում Լենինի մանկավարժ կնոջ Նադեժդա Կրուպսկայայի ու պիոներների հանդիպման մասին։ Նադեժդա Կրուպսկան գնում է պիոներների հետ հանդիպան եւ ասում է Լենին պապիկը շատ բարի է։ Պիոներներից մեկն ասում է բարության մասին մի բան կպատմեք։ Ասում է դե մի անգամ ինքը Սակոլնիկիում նստած գիրք էր կարդում, երեխեքը ֆուտբոլ էին խաղում, գորգորում էին, Լենինին ջղայնացնում էին։ Վեր կացավ ասա, մեկին բռնեցնես, տվեց sense քիթից արյունը ֆշաց։ Ասում է լավ, բա դրա բարությունը ո՞րն է։ Ասում է կարար չէ իրանել սաղ ընտանիքին էլ գնդակահար էր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, լինելով իր էությամբ նեոբոլշևիկ, այդ նույն վարքագիծն է դրսևորում։ Գոհ եղեք, որ դեռ շնչում եք։ Խաչատրյանի խոսքով բոլորովին անսպասելի չէր Արշակ Սրբազանի կալանավորումը։ 4-րդ բարձրաստիճան հոգևորականը բանտում է, որովհետև այդպիսի հրահանգ է իջեցրել Ադրբեջանի հոգևոր առաջնորդը։ Լիակատար ամբողջական աջակցություն եմ հայտնում Արշակ Սրբազանին։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։